խմում, գնում է պատին տալիս է, 7-8 հոգի զոհվում է, դուրս է գալիս, ասում է, այսի երկիր չի ընդհանրապես։ Լավ, սենց չի լինի, ժողովուրդ ջան։ Որովհետև եթե մեր պատասխանատվությունն է, ուրեմն պետք է փագենք, ասենք չեք քշում։ Ուղիղ 1 տարի առաջ կառավարության նիստի ընթացքում էր վարչապետ Փաշինյանը վրդովված պնդում։ Վարորդների 90%-ը նորմալ մեքենա վարել չգիտի եւ պետք է ատեստավորել նրանց։ 2 օր առաջ, սակայն քարոզարշավի 9-րդ օրը նույն վարչապետը այդքան էլ խիստ չէր դատում վատ վարորդներին։ Առաջարկ արեց վարորդական իրավունքից զրկվածներին առանց քննության վերադառնալ ղեկին։ Ովքեր մի տարին արդեն լրացել է, մենք մենք քննության որոշակի պարտապես առանց քննության։ Սպասեք, չէ, բայց շարունակություն ունի։ Հիմա խաղի նոր կանոններ է առաջարկում Փաշինյանը։ 13-ի փոխարեն սկզբնականում 6 բալ, իսկ եթե սրանք էլ 1 տարում զրոյանան, ապա այդ դեպքում նոր քննություն հանձնել։ Առաջարկը շատ ոգևորեց կարգազանց վարորդներին։ Խմել չկա։ Պատահական չէր Փաշինյանի չխմելու մասին այս խորհուրդը։ Պաշտոնական տվյալներով միայն 2025-ին վարորդական իրավունքից զրկվել է ավելի քան 5400 մարդ։ Տարեսկզբին էլ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն էր հայտնել, որ անձանց վարորդական իրավունքից զրկելու գերակշիռ պատճառը եղել է ալկոհոլի օգտագործմամբ վարելը։ Անսթափ վարորդի պատճառով իմ ընտանիքը կորցրեց հորս։ Ես իսկապես որևէ մեկին չեմ ցանկանա, որ այդ զգացողություններ ունենալ, ինչ ունեցավ մեր ընտանիքը, երբ որ հայրս ողջ առողջ ոտքի վերատանից գնաց, երբ որ այն աշճան խմած էր եղել հանրային տրանսպորտի վարորդը, որ մտել էր մայթ, եւ հայրս զոհվեց այդ պատահարից։ Դեպքը տարիներ առաջ է տեղի ունեցել։ Դուստրը Լիլիթ Գալստյանը պատմում էր, ինչ երկար եւ հոգետանջ գործընթացների միջով են անցել արդարադատության հասնելու համար։ Բայց 10 տարի առաջ էլ հիմա էլ Երևանում երթևեկությունը ռուսական ռուլետկա է հիշեցնում։ Ու այս պայմաններում վարչապետի առաջարկը հորը կորցրած Լիլիթի համար մեղմ ասած անարգանք է։ Ես որպես քաղաքացի, որպես մարդ, այսօր նաեւ որպես վարորդ ինձ խաբված եմ զգում։ Ինձ արհամարհված եմ զգում։ Էլ չեմ ասում մարդկային արժեքների տեսակետից դա աբսուրդ է։ Գոյություն ունի երկիր, գոյություն ունեն օրենքներ։ Ես չեմ հասկանում մի երկիր, մի օրենսդրություն, մի կարգավորում, որը ընտրություններից ընտրություն հողվում է։ Գործող օրենքը շատ հստակ է։ Եթե կասեցված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքը, ապա սահմանված ժամկետից հետո պետք է քննություն հանձնել եւ վերականգնել այդ իրավունքը։ Փաշինյանը վարորդական իրավունքից զրկված անձանց առանց քննության կասեցված իրավունքը վերականգնելու առաջարկ անելիս գիտեր այս մասին, քննարկել էր ներքին գործերի նախարարի հետ, բայց հետո որոշել էր Facebook-ում քվեարկության դնել հարցը 48 ժամով, որն ի դեպ լրանում է այսօր։ Չնայած օգտատերերից շատերը խիստ մտահոգություն են հայտնել այս նախաձեռնության վերաբերյալ, 4 թվերը այլ բանի մասին են խոսում։ Այս պահի դրությամբ 75%-ը կողմ է Փաշինյանի առաջարկին։ Դե դրեք մարդասպաններին էլ համաներում արեք, ասեք ոչինչ որ սպանել են, ուղիղ նույն հարբած վարորդը նույն մարդասպանն է, որևէ բանով որևէ կերպ չի զիջում նրան։ Վարորդի ընկեր կազմակերպությունում նույնպես կարծում են, որ այսպիսի խնդիրը Facebook-յան հարցումների միջոցով չպետք է որոշել։ Նախ, կեղծ օգտատերերի պակաս չկա, բայց առավել վտանգավոր է երկրի անվտանգության հարցը պոպուլիզմի առարկա դարձնել։ Կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանն ասում է, սա նույն բանն է, որ սոցհարցումների միջոցով մարդկանց հարցնես։ Հարկեր վճարել ուզում եք, բանակում ծառայել ուզում եք, բայց մի նրբություններ է նկատում։ Մեղքի բաժինը ոնց որ կառավարությունից անցնակատարում հանրության, այսինքն այդ վարորդների վկայականները, եթե առանց որից լրացուցիչ քննության տրամադրվեն, հետագայում խնդիրներ լինելու դեպքում ամբողջ մեղքի բերումը քվեարկության կողմ արտահայտված մարդկանց վրա է դրվում։ Այդուհանդերձ, վարորդի ընկերը փորձում է հասկանալ, որքանով է ռացիոնալ վարչապետի առաջարկը հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարորդական իրավունքից զրկվածների մեջ կան նաև այլ դեպքեր։ Արդյոք այս առաջարկը տարանջատելու է առանձին դեպքերը։ Օրինակի համար, տեսնենք այս անձրևներին համարները ընկնում են ջրերը մարդիկ չէին նկատում եւ թվեկում են եւ առանց համարների եւ թվեկող վարորդը նույնպես զրկվել է։ Մեքենաների այն համարների գողությունները, որ շատերը դեպքերում էլ ա եղել, որ վարորդը գնացել է իր մեքենայով ոստիկանության դիմում գրի, բայց առանց համարային իշխների է գնացել եւ զրկվել է։ Այսինքն այս վարորդները բոլորը նույն աստիճանի վարորդներ չեն։ Պետք է դրա համար տարանջատվի։ Ինչ վերաբերում է խմած լինելուն,
Շատերը ասում են, որ մարդը արդեն իսկ իր պատիժը կրել է, 1 տարի իրավունք ունեցել է երթևեկելու, ինչու ենք մենք իրանից վարորդականը վերցնում։ Թե 1 տարի հետո նորից կրկնվի 1 տարվա մեջ տարարկը, արդեն այդ 1 տարին դառնա 3 տարի։ Նմանատիպ նորմեր է պետք սահմանել, որ մարդիկ հասկանան ինչ է խստությունը։ Կարգազանց վարորդների եւ ողբերգական դեպքերի մասին տեղեկանում են գրեթե ամենօրյա ռեժիմով։ Վերջին աղմկահարույց պատմությունն էլ կապված էր 19-ամյա երիտասարդի հետ, որն իր բնորոշման փորձել էր նվաստացնել դիմացի մեքենայի վարորդին մեծ արագությամբ առաջ անցնելով նրանից եւ բախվել երթուղային ավտոբուսին։ 3 մարդ տեղափոխվել էր հիվանդանոց։ Այս վարորդի մեքենա վարելու իրավունքը եւս կասեցված էր։ Վարչապետ Փաշինյանի նոր առաջարկով մտահոգված քաղաքացիները այս 2 օրը նրա Facebook-յան գրառումի տակ մեկ այլ մտահոգություն են բարձրացնում։ Կանաչ լույս տալով օրինազանցներին հերթական անգամ անտեսում են օրինապահ քաղաքացուն։ Ընդ որում սա առաջին դեպքը չէ, ինչ վերաբերվում է երթևեկությանը։ Հասկանում եք, երկրի ամենախոցելի օղակներից մեկն է։ Պաշտոնական վիճակագրության համաձայն 2025-ը Հայաստանում եղել է ամենաանհանգիստ ժամանակահատվածը ճանապարհատրանսպորտային պատահարների քանակով։ Արձանագրվել է ռեկորդային 4784 դեպք։ Այս ցուցանիշը գերազանցում է նախորդ բոլոր տարիների, այդ թվում 2023-ի բարձր ցուցանիշները։